Արսեն Լևոնյանը և Թամարա Գևորգյանն այսօր հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից են։ Նրանց սիրային հարաբերությունների մասին լուրերը շրջանառվում էին դեռևս ամիսներ առաջ, երբ դերասանները սոցիալական ցանցերում սկսեցին հրապարակել համատեղ լուսանկարներ, սակայն երկար ժամանակ չէին մեկնաբանում այդ խոսակցությունները։ Միայն այսօր Արսեն Լևոնյանը Թերթ-Am Life-ի հետ զրույցում առաջին անգամ հաստատել է, որ իրենք իսկապես միասին են և նշել է, որ ծանոթացել են նկարահանման հրապարակում։ Արսեն Լևոնյանը հայկական հեռուստասերիալների և հեռուստանախագծերի հայտնի դերասաններից է, ով տարիներ շարունակ հանդես է եկել տարբեր դերերում և մեծ ճանաչում է ձեռք բերել հեռուստադիտողների շրջանում։ Նրա դերասանական խաղը հաճախ արժանացել է հանդիսատեսի դրական գնահատականներին, իսկ վերջին շրջանում նա ակտիվորեն ներգրավված է նոր նախագծերում։ Թամարա Գևորգյանը նույնպես հայտնի է հայկական սերիալներից և հեռուստանախագծերից։ Նա հանդիսատեսին հայտնի դարձավ դեռ երիտասարդ տարիքում, նկարահանվելով տարբեր հեռուստասերիալներում։ Նկարահանվել է նաև սիթքոմներում, կինոնախագծերում։ Զույգի հարաբերությունների վերաբերյալ երկրպագուները սկսել էին կասկածել հատկապես այն բանից հետո, երբ նրանք հաճախ էին միասին երևում թե սոցիալական ցանցերում, թե հանրային միջոցառումների ժամանակ։ Չնայած այդ հետաքրքրությանը, երկուսն էլ նախընտրում էին չխոսել անձնական կյանքի մասին։ Հատկանշական է, որ Արսեն Լևոնյանն ու Թամարա Գևորգյանը միասին նկարահանվել են «Հաշվեհարդար» նախագծում, որտեղ էլ ըստ տարածված տեղեկությունների ավելի են մտերմացել։ Նրանց ստեղծագործական համագործակցությունը ժամանակի ընթացքում վերածվել է անձնական հարաբերությունների, որոնք այժմ արդեն պաշտոնապես հաստատվել են դերասանի կողմից։ Երկրպագուները սոցիալական ցանցերում մեծ ոգևորությամբ են ընդունել այս լուրը, զույգին մաղթելով սեր, երջանկություն և նոր հաջողություններ թե անձնական կյանքում, թե մասնագիտական գործունեության մեջ։ Այս պահին դերասանները դեռևս չեն հրապարակել իրենց հարաբերությունների վերաբերյալ այլ մանրամասներ, սակայն նրանց համատեղ լուսանկարներն ու հրապարակումները շարունակում են մեծ հետաքրքրություն առաջացնել հանրության շրջանում։ Հիշեցնենք, որ Թամարա Գևորգյանը իր հարցազրույցներում պատմել է, որ մանկության տարիներին ընտանիքը դժվարություններ է ունեցել։ Նրա խոսքով հայրը վաղ տարիքում հեռացել է ընտանիքից, իսկ իրեն մեծացրել են մայրը և տատիկը, որոնց մասին նա միշտ մեծ ջերմությամբ է խոսում։ Թամարան ակտիվ է նաև սոցիալական ցանցերում, որտեղ հաճախ հրապարակում է լուսանկարներ, կիսվում մտքերով և իր առօրյայի դրվագներով։ Նրա հրապարակումները հաճախ մեծ արձագանք են ստանում հետևորդների կողմից։ Դերասանուհին դեռ տարիներ առաջ «Բրավո AM»-ին տված հարցազրույցում պատասխանել էր սիրային բլից հարցերին, որն այս անգամ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Սերը, ըստ դերասանուհու, երկկողմանի աշխատանք է։ Սիրել նշանակում է հոգ տանել միմյանց մասին։ Երբ սիրելի ես, խոցելի ես դառնում, հանուն սիրո պատրաստ եմ, ինչքան մեծանում եմ, այնքան սեղմվում է զոհողությունների շրջանակը։ Սիրած էակի կողքին արթնանալը, սիրած էակի կողքին քնելն արդեն իսկ ամեն ինչ է։ Սիրո գույնն ալ կարմիր է։ Չկա սեր հառաջին հայացքից, սեր կա ու հայացքների քանակն էական չէ։ Բոլոր եղանակներն էլ սիրո համար են, բացի ամառվանից ամռանը շատ շոգ է։ Տղամարդի արտաքինում ինձ կարող է գրավել անկեղծ ժպիտը, վանել ոչ կոկիկությունը, տղամարդը պետք է լինի տղամարդ, կյանքն առանց սիրո չեմ կարող պատկերացնել։ Մինչ ամուսնանալը պետք է տեսնել միմյանց յուրաքանչյուր իրավիճակում։ Իմ առաջին համբույրը, հիշում եմ, շուտ ամուսնանալ նշանակում է շուտ սկսել բողոքել ամուսնական կյանքից։ Առաջին ժամադրությունը պետք է լինի։ Երբ սիրում ես, պետք է հոգատար ու հանդուրժող լինես։ Տղաներին դուր է գալիս իմ սարկազմը, կամուսնանամ, եթե սիրեմ ու սիրված լինեմ։ Չեմ սիրում տղամարդկանց, ովքեր նվնվում են։ Հիշեցնենք նաև, որ դերասանուհին տարիներ առաջ ենթարկվել էր ավտովթարի և բավական երկար ժամանակ գանված էր անվասայլակին, բայց փառք Աստծո, այդ ամենը հետևում է ու սիրված դերասանուհուն կրկին տեսնում ենք առողջ ու ոտքի վրա։ Դերասանուհուն այժմ էլ կարելի է տեսնել տարբեր հեռուստանախագծերում։ 5 տարի միասին լինելը մի ամբողջ կյանք էր, ասել էր սիրված դերասանուհին սիրելիից բաժանվելու մասին։ Դերասանուհին հրապարակում էր արել ինստագրամյան իր էջում. 5 տարի միասին լինելը մի ամբողջ կյանք էր, սիրով, ուրախություններով, դժվարություններով ու փորձություններով։ Այդ տարիների ընթացքում ես ապրեցի ամենաանկեղծ պահերը, երբ հավատում էի, որ մեր ճանապարհը հավերժ է,
Ես կիսեցի իմ սիրտը, իմ երազանքները, իմ հավատը, բայց կյանքը երբեմն բերում է պահեր, երբ նույնիսկ ամենամեծ սերն այլևս չի տանում նույն ուղղությամբ։ Այսօր մեր պատմությունն ավարտվում է, դա չի նշանակում մոռանալը կամ ժխտելը, դա նշանակում է ընդունել անցյալը շնորհակալությամբ։ Ես գնահատում եմ ամեն պահը, ամեն դաս, որ ինձ դարձրել է ավելի ուժեղ։ Ես դուրս եմ գալիս այս պատմությունից ոչ թե դատարկ ձեռքով, այլ նոր գիտակցությամբ, թե ով եմ ես և ինչի եմ արժանի, այլևս չեմ վախենան փակել դուռը, որովհետև գիտեմ, որ մյուս կողմում ինձ սպասում են նոր հորիզոններ։ Այս ավարտն իմ պարտությունը չէ, սա իմ հաղթանակն է, ընտրել ինքս ինձ, իմ ուժը և իմ ազատությունը, և ես վստահ եմ, որ ամեն ինչ նորից սկսվում է այստեղից ու այս անգամ ճիշտ տեղից», գրել էր դերասանուհին։